Այո։ Մի րոպե բացել։ Աստծո հանդեպ հնազանդությունը մեզ ազատ է դարձնում գրքում գրված էր։ Այո։ Որդիական հնազանդությունը իսկական ազատության ճանապարհն է։ Քանի որ Աստծո օրենքը մեր համար Աստծո օրենքը մեր բարիքի համար է, այդ ազատությունը կարելի է ասել, որ ժամանակակից մարդու ունեցած ազատությունն է։ Ինչպես կհասկանաք դուք ժամանակակից մարդու ազատությունը։ Այսօր կարծում ես, որ մենք ազատ ենք։ Դե պատկերացրեք առասարակ հիմա բոլորը պատկերացնում երիտասարդները նամանավան, որ շատ ազատ են։ Եվ գսխալին։ Որովհետև ազատություն բառը երկար բացատրության կարիք ունի, բայց կարելի է շատ հեշտությամբ հասկանալ։ Որովհետև ազատությունը ոչ թե ես ազատ եմ եւ ուզածս կանեմ, այլ ես ազատ եմ, որ կարողանամ մի բան անել։ Եվ այդ ինչ որ Աստված ցանկանում է, որ մենք ունենանք այդ ազատությունը, որ մեկ ազատությունն է։ Ցանկանում է, որ մենք ազատ լինենք, կարողանանք ամբողջովին տարբեր ցևով ապրել, եւ Հիսուս ասում է ավետարանի մեջ, Հովհաննեսի ավետարանի 8-րդ գլուխը, այդ ազատության մասին խոսում է, որ եթե որդին քեզ ազատի, այդ ժամանակ ազատ կլինես։ Եթե ոչ, ով որ մեղք գործում է, մեղքին ստրուգն է։ Եվ այսօր ով ունես, որ մեղք չունի։ Բոլորս էլ մեղավոր ենք։ Բոլորս էլ մեր մեղքերի ստրուգներն ենք եւ մենք չենք կարողանում մեղքին դեմ պայքարել եւ չմեղանչել։ Մարդկային ուժով մենք չենք կարող, ոչ մի կերպ չենք կարող ազատ լինել, ազատ, որբեսի մեղք չգործեմ։ Եվ սա է, ինչ որ ասկարես խոսեցի, եւ այդ ամենը իրար հետ կապելը, ինչ որ ես ասում եմ, դարբեր խոսքերս մեջ, այդ ամենը իրար հետ կապելը բավականին ժամանակ պիտի առնե, որ այդ ամենի մասին իրավես երկար մտածեք։ Որովհետև բարի լուրը, Հիսուսի բարի լուրը այն է, որ Հիսուս աշխարհ եկավ եւ մենք, որ մեղքի պատճառով, Ադամ եւ Եվայի մեղքի հետևանքը եղավ, մենք կորցնեցինք մեր ազատությունը եւ մենք եղանք ստրուգները եւ սատանային, եւ մեղքին, եւ մահվան։ Մենք ազատ չենք։ Հիսուս մեզ տալիս է այդ ազատությունը, բայց այդ ազատությունը մենք ունենք միայն եւ միմիայն, երբ մենք իրեն ենք թիմում եւ իր միջոցով է, որ մենք կարողանում ենք ապրել Աստծո իր օրենքները եւ իր օրենքները ազատության օրենքներ են։ Եվ որ աշխատենք ասիկա հասկանալ, ամեն ինչ կփոխվի։ Եվ որ ես գիտեմ, որ իմ ազատությունը հիմնված է այդ գիտակցության վրա, որ Հիսուս ինձ ազատում է, եւ որքան ես մոտենում եմ Հիսուսին, այնքան ես ավելի ազատ եմ լինում։ Որքան ես հեռանում եմ Հիսուսից, այնքան ես կորցնում եմ իմ ազատությունը։ Միակ Աստվածը, որ մեզ ազատություն է տալիս, դա էլ ճշմարիտ Աստվածն է։ Բայց այսօր մարդիկ ճշմարիտ Աստծուն չէ որ հետևում են,
Որքան որ մարդիկ ասում են, որ ես քրիստոնյա եմ, ես Հիսուսին ընդունած եմ, որպես իմ դերը, այդ ամենը բամին է։ Այսօր, երբ որ գսենք Աստված, ով է Աստված, մեզանից յուրաքանչյուրի համար։ Մեզանից յուրաքանչյուրի համար Աստվածը այդ Աստվածն է, այսինքն այդ բանը կրնանք սել նույնիսկ, որ ամենակարևորն է ինձ համար։ Ինչն է իմ կյանքիս ամենակարևորը։ Սա է իմ Աստվածը։ Եվ սրա մասին ես երկար խոսած եմ, բացատրություններ տված եմ, որ մարդիկ, երբ որ շիտակ Աստծուն չունեն, որպես իրենց կյանքի կենտրոնը, կարող են ունենալ 4 տարբեր տեսակ։ Այդ 4 տարբեր տեսակները մեկը դա նյութականն է, որ մարդս նյութականն է ցանկանում միջև վերջան, ավելի եւ ավելի եւ ավելի։ Եվ նյութականը որ գսենք, մենք գոմեն այո տրամը, փողը, բայց միայն փողը չէ, այլ ունենալ, ավելի եւ ավելի ունենալ, ցանկանալը եւ սա երբեք ոչ մեկին չի իշտացներ։ Երբ որ մեկը տեսնում է փողը որպես իր կյանքի կենտրոնը, ամեն ինչ կնե, որպեսզի այդ փողը եւ շատացնե եւ բահե։ Եվ երբ որ գնայիս 4 կողմը մարդիկ ովքեր ունեն միլիարդներ, հազարավոր նույնիսկ միլիարդներ, իրենք ամեն ինչ կանեն, որ այդ իրենց ունեցածը չգործընծնեն եւ կարողանան բահել։ Եվ իրենք ստրուկներն են այդ փողին։ Մյուս կողմեն, այդ անձիկ ովքեր փառք բադիվ պնդրում են, նորեն սա է իրենց Աստվածը, ամեն ինչ կնեն, որպեսզի այդ փառք բադիվը ունենան։ Սա ավասիկ երկրորդ Աստվածն է եւ երրորդ Աստվածը այն է, որ մենք գուզենք զորություն ունենալ, լինել ամենաուժեղը, այսինքն ուժեղը ոչ թե մգաններով ուժեղը, այլ մեր աստեցությամբ։ Այսօր, երբ որ տեսնում ենք մի նախագահ իր ուսածը դա է, չէ, եւ ամեն ինչ կնե, որ ինքը այդ նախագահությունը բահե, այդ իր ունեցած ուժը բահե, եւ շատ անգամ տրամ ունեցողը, փող ունեցողը իրեն համար փողը չի այնքան կարևոր, որքան այդ իր հնարավորությունը ուրիշներուն կյանքի վրա ազդելը։ Իսկ չորրորդը հաճույքը։ Անցիկ ովքեր հաճույքն է իրենց համար ամենակարևորը, տեսնում ենք, որ ինչպես այդ հաճույքը ոչ իրենց ազատություն է տալիս, այլ ստրկություն։ Ալկոհոլիկը ազատ է, տնեցուցիչ գործածողը ազատ է, եւ այսօր մեր երիտասարդները շատ բաներ ունեն իրենց համար ամենակարևորն է, քան թե Աստված, ճշմարիտ Աստվածը։ Ուրեմն, ինչ որ Աստվածաշունչի այդ քրության մեջը առաջին էջերը, որ գարտում եք Աստվածաշունչին, երբ որ խոսում է ազատության մասին եւ սատանան այդ կասկածը տնում է մարդուս մեջը, որ Աստված ոչ թե գուզե քո ազատությունը, այլ Աստված գուզե դեր եւ ստրուկ հարաբերություն, բայց Աստված ինչ որ արեց մարդուն ստեղծեց կատարյալ այդ ազատության մեջը եւ այդ ինչ որ Աստված բանջեց Ադամի եւ Եվային այդ հնազանդությունը վստահության հարց էր միայն։ Խնդիրը բդուղը չէր,
խնդիրը վստահությունն էր եւ սատանան դա է որ կանտեց վստահություն չկա սատանան ասում է որ Աստված չուզեր որ տուն ապրես տուն եթե ուդես ածարից ոչ թե գմերնես այլ իրենպես կլաս եւ Աստված չուզեր քեզ մե բահում է եւ երբ որ բահում է ուրեմն քո հարաբերությունը այլևս լավը չէ հասկանալի է իմ ասածս իմը Կրկից կարտացի, որ ասում է Աստված սահմանափակում է մարդուն, որ իր գործողությունների մեջ չէ, սատանան ասում է Եվային, որ սահմանափակում է դնում մարդկության համար։ այո սա է որ գարտում ենք երրորդ գլխուն բանա ծնունդս քրկի երրորդ գլխում այդպես է որ սատանան ներկայացնում է բայց սատանան ներկայացնում է դա ոչ թե չեմ գիտեր քանի դար առաջ Ադամ եւ Եվային այլ մեր ամեն մի մեղքը որ գործում ենք ամենաբզիկ մեղքը որ առանցին գործում ենք մեր մտքին մեջը եւ ամենամեծ մեղքը որ գործում ենք նույնն է մենք Աստծուն ոչ թե նկատում ենք որպես մեր հայրը որ մեզ սիրում է այլ մենք ասում ենք Աստծուն որ չէ ես ավելի լավ գիտեմ ինչպես որ 5 տարեկանը 10 տարեկանը 15 տարեկանը բացնախքին ասում ես ավելի լավ գիտեմ եւ ես իմ ուսածից պես պիտենեմ մենք էլ Աստված մեր հարաբերության մեջը միշտ երեխա ենք եւ երեխայական բաներ ենք անում չենք ուզեր վստահել Հիսուսին չենք ուզեր վստահել Աստծուն երբ որ մենք կարողանանք վստահել Աստծուն եւ իրապես ամբողջությամբ իրեն վստահենք պիտի տեսնենք որ հոն կգտնենք ճշմարիտ ազատությունը ուրիշ տեղ ազատություն չի գա մնացածը ստրկություն է եւ Աստված ստեղծած է մեզ ազատության համար եւ ոչ թե ստրկության եւ ամենը ազատ անձը որ երբևիցե ապրած է անշուշտ Հիսուս ինքն է բայց ազատ է եւ որ այդ ամենը ինչ որ իր հետը սխալ ծավով վարվում էին հարաբերվում էին բայց ինքը ամբողջովին հնազանդություն ուներ իր մեջը հոր Աստծո հանդեպ սա է ճշմարիտ ազատությունը հասկանալի է էլի բացատրություն պետք է Ոչ, դուք շատ լավ եք բացատրում Հայր Անտոն, շնորհակալություն։ լավ հիմա մենք սկսեցինք խոսել բայց արդեն բավական ժամանակ եղավ եւ միայն 2-4-5 հոգի եք անցյալ անգամ որ գանող վերջացինք այո ես լավ չէի զգում եւ ես կուզեի գանող վերջացնել բայց քանի հոգի տողեցին որովհետեւ բանն արևիկի մեջը հոսանք չգար եւ մենք դիլիտին գործընծած էինք եւ իր բաժարով նաեւ ուրիշներն գործընծեցինք ինչի՞ վեց հիմա վերադառնանք մեր այս ամենին եւ սկսենք մեր երեկոն աղոթքով ուրեմն մի քանի վայրկյան մտածենք Աստծո ներկայությունը մեր մեջ եւ միասին աննորի օրդվոյ ոգուի սրբո ամեն Հայր մեր որ եկես ես սուրբ երեցանուն քո եկես արքայություն քո երեցին գամ քո որպես երգինս եւ երկրի ըս հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ վարդիս մեր որպես եւ մեկ տոն որոց վարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն արբրիգաս մեջ ջարե
Զիքո երկայություն, եւ զորություն եւ բարգը վիդյանս ամեն։ Տակույ խաղության հաղթիավասններ։ Արդեն 15 րոպե անց է եւ միայն ունենք 5 հոգի։ Ինչ է ვიცի։ Ասել է, որ ամեն մեկի 5 նախատեսություն ասոզաշուն չեն վրթեքրեիք եւ բան քրեիք ծերմոդը արդյոք հիմա կոստե որ 5-6 հոգի արել եք դա 5-ական նախատեսություն ունիք գիտեմ Գարինեն ունի Ես գրել եմ։ Տունալ գրել ես շատ լավ ուրիշ Անայդ տունալ գրել ես մտածել ես նայել ես Ոչ հայր Անտոն, այս անգամ չի ստացվել։ Դիլե Սարբուի Բավական ժամանակ անց Հայր Անտոն, տեսում եմ ես դուրս թողարկել եմ, բայց չգիտեմ ճիշտ եմ հասկացել ձեր հարցը, թե ոչ։ Իմ, այսինքն իմը որպես հարց չի, ինձ սրտիս ավելի մոտիկ դուրս եկած, այսինքն ինձ հետաքրքիր է, որ ծննդոց գլխից 22-ի 1, 2, 3 հատվածը Աստված փորձեց Աբրահամին եւ ասեց. «Արքո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մորայի երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակե զարա այդ սարի մեկի վրա, որ ես քեզ կասեմ»։ Այս հատվածը ինձ համար շատ հոգեբես, հոգուս մոտիկ զգայա, ոնց ասեմ, այսինքն հարազատ, սիրում եմ այդ հատվածը, ես այդ ձևի եմ հասկացել ու դրանք եմ դուրս թողարկել, չգիտեմ ճիշտ եմ արել թե ոչ, դե պետք է հարցեր թողարկեի։ Չէ, հիմա երկու տարբեր բան կար։ Մեկը դա այն էր, որ ամեն մեկերնիդ 5 նախատեսություն, ամբողջ աստվածաշունչին մեջ է, 5 նախատեսություն առնեք եւ այդ 5 նախատեսությունը, որ կրեք եւ վերջը նաեւ անկիր անեք, որ սա միշտ կարողանանք, գիտեք, փոխականները աստվածաշունչեն շատ հատվածներ կարող են նորեն եւ նորեն կրկնել բաներ։ Ես կցանկանայի, որ մենք եւս նույն ձևով անեինք։ Ուրեմն մի նախատեսություն, որ ամենաշատ իրականության մեջ ամենաշատ կործածված նախատեսությունը Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդին, որպեսզի ով որ հավատա չի գործի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Քրիստոնյաներուն մեծամասնությունը այս դողը գիտեն եւ նաեւ երբ որ ուրիշ մի նախատեսություն ինձ համար որ Երանի խաղարարներին Հիսուս ասում է որովհետեւ նրանք Աստծո որդի պիտի կոչվեն Բարձր հասկացա հիմա Սաղմոս 13, չէ, Սաղմոս 139-2-ը, դու գիտես իմ նստիլն ու վերկենալը, հեռվից իմանամ ես իմ մտածմունքները։ Ոտ էս եմ 139
Սաղմոս 139։ 139-ի երկրորդ տանք։ Okay. Ուրեմն Սաղմոսներում մեջ է դերն է իմ հովիվը։ Եվ դեսակ այսպես, բայց այսինքն մենք գիտենք, ոչ թե չենք գիտենք, բայց ուզեմ որ ուշադրություն դարձնենք եւ ունենանք մի դեր, չեմ գիտեր, եթե դեր արդեն ունեք հիմա ցեզ ամեն մեկը կամ ոչ, բայց Դեպի մեջ եմ թողնում։ շատ բարի։ Ուրեմն լավ է որ դեր ունենալ եւ դերին մեջ այս ամենը քրել եւ քրելով ոչ թե մեկոն պիտի տնենք որ վրան փոշի հավաքվի, այլ մեկ պիտի նայենք եւ հաճախ նայենք այդ էջերին ինչ ենք մտածել, ինչ ենք քրել եւ այս ամենը եթե բավականին մեզ հետաքրքրե, մի տեսնենք որ մեր աղոթքի մաս պիտի կազմի այս ամենը եւ մեր աղոթքը մի քիչ պիտի փոխվի աղոթքը լավագույն գերբը դեռ մգարտում եմ այսօր լավագույն գերբը աղոթելու աղոթք ասելն է ուրեմն մենք երբ որ մենք աղոթքներ ասում ենք միշտ չէ որ աղոթում ենք ուրեմն երբ որ մենք հաճախ աղոթքներ ասենք դա մեզ կօգնի որ սկսենք իսկապես աղոթել եւ այդ աղոթքը ուրիշ բան չէ եթե ոչ այդ մեր ներսը ասացաշունչյան խոսքեր մի բան որ Թոմաս Արաքյալը Հիսուսին ասեց երբ որ Հիսուսին տեսավ հարությունեն հետո դերիմ եւ Աստվածիմ երբ որ մենք անիկա գգրտնենք օրվա մեջը մի քանի անգամ սա աղոթք է դերիմ եւ Աստվածիմ եւ մանավանդ երբ որ բادرակի գերտանք եւ սուրբ հաղորդությունը կբարձրացնե բաժակը կբարձրացնե խոնարհվենք եւ գասենք դերիմ եւ Աստվածիմ բայց նաեւ չմոռանանք որ երբ որ կանան բարձրացնում է ինչու բարձրացնում է ոչ թե որովհետեւ մենք գլուխնից կեդին իջեցնենք չէ որ նայենք եւ ասենք որ այո հավատում եմ ով Հիսուս որ դու ես իմ դերս իմ Աստվածս եւ հոն է քահանային ցերկերին մեջն ես սա է մեր հավատքը դերիմ եւ Աստվածիմ Իմ Մատթեոսի 9:21-ը հենց այդ հավատքը, որովհետև իմ մտքում ասում է, թե միայն նրան հանդերձ կդիպչի, կփրկվի։ Երրորդ նախադասությունը։ Այսպիսի նախադասությունները հավաքել ես խնդրած եի որ մեգենից 5 հատ հավաքեիք բայց չի գա որ 5-ով բավարարվեք կարող եք մեծ թվով եւ միշտ ձեր մտքի մեջ ունենալ եւ նաեւ մի էջ կամ երկու էջ հատկացնել ձեր դեդրին մեջ որ ասում քրեք Բարի երեկո Հայրանտոն իսկ ես այդ ժամանակ սիրում եմ Եսայի մարգարեից ասել վայ ինձ իմ պիղծ շուրթերին որ տեսնում եմ զորությունների տիրոջը մեկ էլ որ ասում է դառնում է սուրբ հաղորդությունը քահանան դառնում է մեզ շատ եմ սիրում շնորհալու Սերանուն Հիսուս սիրով քո ճմլասիրտ մեր քարեղեն բայց անիկա աստվածաշունչեն չէ անիկա մեր այո ներսաշնորհալի են բայց պատարակի մեջ շատ անգամ շնորհալու այդ աղոթքները շատ համահունչ են լինում անձնական անատական աղոթքի համար ես անիկա շատ լավ կընդունիմ պապա ես 5 տարեկան էի երբ որ ամբողջ առավոտ լուսան ծայրը անկիր սորված էի որովհետև բաբաս ամեն օր բարձրացային գաղութեր երեսը լվացած ժամանակը այդ ծևով կսկսեր իր օրը մեր գյուղերում էլ այդպես է Հայրանտոն ես էլ իմ ականջներում էլ իմ մամայի աղոթքն է միշտ դրա համար էլ ինձ այդքան հարազատ է հենց պատարակի ժամանակ օրինակ որ ասում է արեք խմեցեք կարդամ բանը այդ
Շնորհալու այդ առավոտ լուսոյի այն որ տունն է, որ ասում է ցողիր իմ սրտի մեջ, մոռացա։ Ցող այրանքոտեր, ցողյայի հոգիս, ցնծածծե անցնիմ։ Հա, Հիմա առավոտ լուսան, ինչպես որ գիտես, ԱԲԿԴ-ն առնում է եւ ամեն մեկ դարը առնելով 3 դող, ամեն մեկ պապանը դուն որ ունի 69 վանգ է միայն եւ այդ 69 վանգը մի ամբողջ պատկեր մնի։ Հիսուսի շատ սիրուն է։ բզդիկ պատկերներ են եւ երբ որ բոլորը միասին ես տնում, ոնց ունի 36-ը բզդիկ պատկերներ, բայց բոլորը միասին մեծ պատկեր է Հիսուսը մեզ ներկայացնում է քեղեցիկ ձևով։ Ես էլ իմ մայրիկի աղոթներն եմ միշտ լսել ու տադս մամայիս մաման շատ լավ աղոթքներ գիտի տարբեր ու աղոթում է մարդիկ միշտ գնում են իր մոտ աղոթվում են ու շատ լավ աղոթքներ գիտի հին աղոթքներ են դրանք Հայրանտոն Աննկամ ամենաշուշ ճաբազանց լավ բաներ են եւ նաեւ հիմա կարևորը մեզ համար այն է որ մենք Աստվածաշունչը ավելի լավ հասկանանք եւ ամբողջ պատմությունը հասկանանք որ ինչ է բրգության պատմությունը ինչ է ինչի մասին է որ Աստված խոսում է հա ինչու եթե Աստված այնքան ժամանակ դրամատրել է այդ ամենը մեզ բոլորի սովորեցնելու համար իսկ մենք քիչ մի ժամանակ չենք ուզեր դրամատրել որպեսզի ավելի լավ հասկանանք ինչ որ Աստված ասում է սա է որ ամեն ինչի համար երկու օր առաջ էր մի վարդապետ խոսում էր եւ ասում էր որ ես երիտասարդ էի ասում է ցերեկ գիշեր բասկետբոլ էր հիմա դարձածս բասկետբոլի մասին բասկետբոլ խաղացող խումբերի մասին այդ ամեն մի մասին որքան տեղեկություններ ունեի որքան ժամանակ ես տրամադրում էի եւ որքան հաճելի էր ինձ համար բայց կսե գիրակի օրը at 1 ժամը եկեց երթալը բادرակի բան անիմաստ էր ինձ համար որովհետեւ ոչ մեկ չանք էի տապել բասկետբոլը սիրում էի որովհետեւ հակին չանք էի տապում հասկանալու համար իսկ բادرակին համար ոչ մեկ չանք տապեցի հավասիկ սա է եւ եթե մենք նույնքան չանք տապենք ուրիշ ինչ որ մենք սովորում ենք եւ ամեն ինչ որ գիտենք սովորել ենք ժամանակ հատկացրել ենք եթե նույնքան ժամանակ շիդակ ձևով ասոցիացիոնի վերաբերյալ ժամանակ տնենք բիդեսնենք որ ասոցիացիոնը այլևս շատ հետաքրքիր պիտի լինի այդ 365 օր որ ես կազմակերպած էի 2 տարի առաջ ուրեմն այդ 365 օրվա մեջ ամեն օր Աստվածաշունչեն բզիկ հատվածներ դրած էի եւ սկսելուց առաջ մի քիչ երկու խոսք եւ հետո մի քիչ բացատրություն 365 օր ուրեմն հազարեն ավելի անցիկ աս ամենը հետևեցին եւ հիմա նաեւ գտնվում է բանի վրա YouTube-ի մեջ նաեւ հովնանի բանի մեջ կրնակ տեղոն երթալ ես արդեն մի տարից ավել է լսում եմ շատ հետաքրքիր է իմ կյանքի մեջ շատ բաներ փոխվեց ես ինքս զգում եմ որ ես ուրիշ մարդ եմ արդեն դարձել ինձ աշխարհի հետաքրքրությունը ավելի քչացել է իմ ոնց աշխարհի այսինքն շփումը ժողովրդի հետ ինձ հետաքրքիր ավելի լավ է փրկության պատմությունը լսեմ քան թե կինոներ նայեմ կամ մի դեր գնամ դուրս ման գալու ինձ մոտ շատ փոխվեց հետաքրքրությունը այո եւ քեզ
քեզ նման ուրիշներ եւս բան այդ ամենը իրենց մեջ փոփոխություն բանրավ եւ կոնե մի քանի օքի քրեցին եւ արտահայտվեցին որ իրենց կյանքը որոշ չափով նոր իմաստ ստացավ այդ ամենը բանելով հիմա անոր մեջ մեր լիրիտը ամեն օր այս ամենուն մեջ աշխատում էր ոնց ես 5-6 հոգի ունեի որ ինձ կօգնեին այդ ամենը իրականացնելու համար եւ անշուշտ իրենց կյանքն ալ որքան փոխվեց այդ ամենը բանալու եւ գիտեմ մի դիգին որ երբեք չեր սիրեր սաղմոսները աղոթել բայց այդ 365 օրեն վերջը մեծ հաճույքով սաղմոսները աղոթում է սաղմոսարան ունի եւ սաղմոսները աղոթում է Հիմա Սա որ է։ ես լսում եմ այս փրկության պատմությունը, բայց ինչքան լսում եմ, նորից ինձ թվում է, որ առաջի անգամ եմ լսում։ Ավելի հետաքրքիր ու անադարձել։ այդ դիգինն ալ որ հիմա սաղմոսները սկսած ես երել ինքը այդ ամենը ծայրեցար լսելուց հետո 2 տարի առաջ հիմա նորեն սկսել է մի քանի օր առաջ սկսել է որ ծայրեցար նորեն գուսել լսել եւ ամեն օր մեկ հատ լսում է Աստվածաշունչը իրը քո ինչքան էլ որ կարտաս նորից կարտալու կարիք շատ է զգացվում անշուշտ Տեսեք այսօր չեմ գիտեր հատուկ բան կա որ ոչ մեկը չուզեր միանալ կամ արդեն հրաժարվել են չեմ գիտեր բայց եթե մի 4-5 հոգիով պիտի շարունակենք ես կշարունակեմ ես չեմ գնալ եւ աստված եւ ռուպատորերը եւ երեքշաբթիները ես պատրաստ եմ նույնիսկ 3 հոգիով շարունակել Մինչ ես նաեւ պատրաստում եմ ուրիշ բաներ որպեսզի այս ամենը դարբեր ծավալ ցեզ ներկայացնեմ հիմա այդ երկու կողմերը որ դրած եմ քայլելով աստծո հետ չափազանց բան է հետաքրքիր է եւ իմ ցանկությունս նաեւ այն է որ դու գանիք կարտակ եւ այդ ամենը կարտալով պետք է ձեր մտքին մեջ եւ այդ քրություն այդպես եղած է որ կոգնե ձեզ որ հարցեր դուք ձեզի դակ որտեղ ինքը դալիս է այդ հարցերը եւ նույնիսկ եթե դուք այդ հարցերը չեք տեսնում առաջին կարտալով բայց կտեսնեք որ ինչպես այդ քրողը այդ գիրքը քրողը 3 հոգի են իրականության մեջ այդ 3 հոգին հարցեր առաջացնում են եւ այդ հարցերի պատասխանը դալիս են բայց եթե ավելի պատասխաններ կարիք ունի կրնանք անոր մասին խոսել իդե հարցումներ ունի ուրեմն երբ որ մտածում ենք այդ ծառի մասին որ արկելված էր որ ուդեին եւ մյուս կողմեն տեսնում ենք մյուս ծառը որ կա կյանքի ծառը եւ այդ կյանքի ծառը ասված արկելում է որ մարդս ուդե ոնդեղը երկու կարևոր կետեր կան որը մասին առաջին 1000 անգամ կարտաս այդ հարցերու մասին չես մտածեր երբ որ մարդս ինգավ ընկելուց հետո ինքը այլևս քերի է այդ 3 կետերը որ ասեցի սատանային մեղքին եւ մահվան ուրեմն եթե կարողանար այդ կյանքի ծառեն ուդել ուրեմն ինքը հավերժական պիտի ապրեր բայց պիտի ապրեր այդ դժվարության մեջը այդ խնդրի մեջը անոր համար է որ ասված արկելեց եւ քերոպեներ դրեց որ մարդս չի կարողանա այդ ծառեն ուդել մինչև որ աստծո ծրագիրը իրականանա եւ աստծո ուրեմն երկրորդ կետը աստծո ծրագիրը իրականացավ մարդս որ մեղքեն հետո արտաքսվեց
Պարտեզից հավասիկ շատ ժամանակ հետո եկավ մարդու որդին եւ մտավ այդ պարտեզը եւ արյուն կրտնեց այդ պարտեզին մեջ եւ ինքը ուրեմն այդ պարտեզին մեջը արյուն կրտնելով եւ ամբողջությամբ հնազանդվելով որ Աստծո կամքին Սուրբ Երրորդության կամքին ընդունեց մեռնել խաչի վրա խաչը որ մահվան գործիքն է այդ մահվան գործիքի միջոցով ինքը հարություն առնելով հաղթեց մահվան եւ ինքը մեզ դվեց հիմա հնարավորությունը ուտել այդ ծառից կյանքի ծառից եւ կյանքի ծառը իր մարմինն է որ նա մեզ տալիս է բادرակին մեջը ուրեմն մենք բادرակի միջոցով մենք կարողանում ենք մոդենալ եւ ընդունել Հիսուսի մարմինը եւ արյունը որ այդ կյանքի ծառն է ինչ որ մենք կարդում ենք Ծննդոց գրքի 3-րդ գլխում կտեսնեք որ կանգերացի է երբ որ կսկսես կամած այս ամենը հասկանալ եւ տեսնել թե ինչն է որ նույնիսկ քրոները իրենք չէին հասկանում չգիտեին այդ ամենը բայց Աստված է որ բուն հեղինակն է եւ կարողացավ Աստված մեզ տալ հնարավորությունը որ մենք այսօր հասկանանք չեմ գիտեր եթե գարտացիք այդ կրկեն կամ չգարտացիք երբ որ դեսնում ենք Կայենի եւ Աբելի խնդիրը հոն նորեն երբ որ գարտում ենք եւ անցնում ենք ուշադրություն չենք դարձնել բայց այդ կրկին մեջ է որ բան ինտերնետ վրան է հովնանի կդեմի մեջն է այդ կերկը ուրեմն հոն տեսնում ենք որ ասում է որ Աստված չընդունեց Կայենի ընծան ընդունեց Աբելին չընդունեց Կայենին բայց երբ որ կարդում ենք որ շատ մարդիկ ցեզիալ անշուշտ ծեր մանկության մեջ է եթե ասոր մասին խոսած միշտ բաննեն որ որովհետև Աբելը դված էր իր լավագույնը բայց Կայենը դված էր երկրորդական բաներ չէ պատմությունը հոն չէ պատմությունը եւ ինչ որ Աստվածաշունչը ասում է որ Աստված ոչ թե չընդունեց Կայենի նվերը Աստված չընդունեց Կայենին եւ իր նվերը երկուքը միասին որտեղ Աստծո այդ դրվածը չէ կարևորը անցն է որ դալիս է եւ այնտեղ բարձրխոսակցություն կա Աստծո եւ Կայենի միջև Աստված որ ասում է ինչու դրդում երես ես սա քեզի վատ ճամփա պիտի դանի փոխե եւ ընդունած կլինես բայց ինքը նախընտրեց նույն ձևով մնալ եւ գնաց եւ սպանեց իր եղբորը ուրեմն փուն խնդիրը ինչպես ասեցի իր ընծան չէ այլ ինքն էր խնդրեմը եւ ոչ թե իր ընծան սրա մասին չեմ կարծել որ լսած լինեք ասկի առաջ բայց սա է իր սերունդն էլ իր նման է շարունակում ժառանգապար շարունակում է նույն կերպ գրված գրքում այդ քայլերի Աստծո հետ այո
այո, այդ ամենը նաև տեսնում Ղամեկը, չէ, հա, ղամեկը, իսկ ավելի սերունդը սետը ենոկը արդեն ավելին էին նման եւ արտար մարդիկին, իսկ ղամեկը արտար չէր։ Ունդեղը բանա տեսնում եք այդ երկու բանը իրենց զավակներուն եւ իրենց սերունդներին մասին երբ որ խոսվում է տեսնում ենք որ Կայենի սերունդը ավելի բազմագնությամբ են սպառված եւ երբ որ 5-րդ գլխի մեջ գարտում ենք որ Աստծո զավակները եկան Աստծո որդիներ եկան եւ մարդկային գանած հետ հարաբերություն ունեցան եւ զավակ ունեցան ուրեմն փունը իրականության մեջ ոչ թե երկնքեն ուրիշ մարդիկ եկած էին կամ ուրիշներ եկած էին ոչ այլ սեթի սերունդը տեսնվում է որ ավելի Աստծո մոտ մի սերունդ է իր Կայենի սերունդը Աստծուց հեռու է եւ իրենց մոտ կա եւ բազմագնություն եւ կա վայրակություն հոսե բայց ավասիկ տեսնում ենք 5-րդ գլխին ծնոտած գրքի մեջ որ այլևս այդ երկու սերունդները իրար հետ խառնվում են եւ իրար հետ այլևս ամուսնանում են եւ սա ավելի մեծ խնդիր է սկսում եւ 6-րդ գլխի սկիզբում տեսնում ենք որ on մեծ խնդիրներ կան եւ նոյ նահապետը ինքն է արդարը եւ Աստված ընդունում է նրան չեմ գիտեր հիմա օքեյ նաեւ հիմա ցեզի երկու խոսք ասեմ այդ չրհեղեղի մասին չրհեղեղի մասին ասելուց առաջ կուզեմ նաեւ ձեր ուշադրության հասնել ինչ որ ասկի առաջ ասել եմ ստեղծագործության մասին ստեղծագործության մասին այդ երբ որ գրվում էր այդ ամենը այդ միջին արևելքի մեջը տարբեր առասպելներ կային ինչպես Աստված ստեղծեց աստվածները ստեղծեցին այդ ամենը եւ որքան տարբեր է բանը հрьяաներուն մոտ որ առասպել չէ այլ մի բանաստեղծության միջոցով արտահայտություն է որ Աստված ստեղծեց ուրեմն միշտ աստվածները որ ստեղծվեցին անոնք ամենը մարդը ստեղծեցին որպես աշխատուժ որպես հաճույք բայց հрьяաներիկով բանը մարդս ստեղծվում է 6-րդ տարը եւ մարդս կակատնագետն է Աստծո ստեղծագործության չափազանց կարևոր է Աստծո մասին ասկի առաջ խոսեցի եւ այդ քերքին մեջը կին մանրամասնություններ անշուշտ կան հիմա երբ գալիս ենք չրհեղեղի մասին նորեն հարյուրավոր տարբեր առասպելներ կան եւ այդ առասպելներուն մեջը խոսում են մի չրհեղեղ որ տեղի է ունենում եւ չաստվածները իրենց առասպելներում մեջ չաստվածները սարսափի մեջ են որովհետեւ չեն կարողանում այդ ամենը զսպել ճուրերը զսպել չեն կարողանում բայց ինչ որ մենք կարդում ենք Նոյի նահաբեդի պատմության մեջը Աստված ինքն է որ Տերն է իր ուզածին պես է որ այդ ամենը իրականացնում է ինքն է փուն այդ ամենը կառավարողը եւ ուրեմն Աստված կառավարելով այդ ամենը նաեւ ցույց կտա իր աստվածություն նաեւ երբ որ ասել մասին կմտածենք երբ որ Հիսուս ճուրին դերն է եւ կարող է
ծովի մրրիկը կեցնել եւ հանդարտեցնել, իրենք մտածում են այդ ամեն հին պատմությունների մասին եւ հասկանում են, որ իրենց դիմացինը բարձ մարդ չէ։ Բայց անշուշտ չեն կարող ասել, որ սա Աստված է, որովհետև իրենց կողը այդ երրորդության գաղափարը թեր չի գար, եւ որ Հիսուս իրենց հետն էր, Հիսուսի արությունեն հետո է, որ իրենք սկսան հասկանալ մի քիչ Սուրբ Երրորդյան մասին։ Եվ վերջնական Սուրբ Երրորդության գիտությունը եւ աստվածապահությունը 300 տարի հետո է, որ վերջնական իր ցևը արավ։ Ուրեմն Աստված ինքն է դերը եւ ինքը ոչ թե մտահոգ է, որ մարդիկ իր թեմը պիտի լինեին ինչ որ մյուս առասպելներու մեջ կա եւ իրեն կուզեին ոչնչացնել։ Ոչ, Աստված չեր ստեղծած մարդուն վատ նպատակով, ստրգության նպատակով, բայց մարդը է, որ ինքը ինքնիրեն ստրգության մատնեց իր մեղքով եւ այդ մեղքը երտալով ավելի բազմացավ եւ ավասիկ Աստված նորեն հնարավորություն է տալիս մարդկության, որ վերա ծնունդ լինի ոնդեղը նույն աբեդի սերունդի միջոցով։ Այս ամենը չափազանց գեղեցիկ եւ կամաց առաջ գնացող մի պատմություն է, որ Աստված ուխտ է կանգում առաջին Ադամ եւ Եվային հետը, խոստանալով, որ այդ կնոջ սերունդից, սերմից մեկը պիտի կա, որ չախչախե օծին, վերջը ունենք նոր մի ուխտ, որ Աստված կնքում է մի ընտանիքի հետ, որ է նույն աբեդի ընտանիքը։ Լավ, ասոնց մասին որևէ հարց ունեք հիմա։ Ոչ մեկ հարց չի գա։ Դուք որ լսում եք ինձ, չեմ գիտեր, եթե հետևում եք կամ ինչ չգիտեմ։ Վերջին մի քանի րոպեին հավասիկ ունենք երկու հոգի ևս, որ միացան Տիկին Անահիտը եւ ուրիշ ով էր, որ միացավ վերջերս հիմա։ Գայանեն, Գայանեն։ կներեք ես տանը չէի, Հայր Անտոն, ներեք ինձ։ Բարի երեկո։ Արի երեկո։ Ուրեմն հարցեր կան կամ չկան։ Ես անշուշտ գուզեմ շատ արագ ընտանալ եւ այս ամենուն մասին ցեզի բացատրություններ տալ վասին եւ նաեւ կցանկանամ որ դուք կարդաք հիմա երկու գլուխ դրած ենք այդ գրքից եւ այդ գրքը բավականին երկար գրք է եւ որքան կցանկանայի որ այդ երկու գրքը կարդայիք եւ հարցումներ տայիք որ տեսնենք, որ ինչ հասկանում եք եւ ինչն է, որ կարիք ունեք կամ ցանկություն ունեք, որ ավելի տեղեկություններ ունենաք։ Կներեք։
Քիչ առաջ ասեցի եւ նորեն ցեզի բանեմ, հիմա կարտալով ցեզի մի քանի դո գայենի ընծայի մասին։ Տեքստի ավելի մոտ հայացքը կբացահայտի, որ պատմությունը բարձրապես չի ասում, որ գայենի ընծան ընդունելի չէ, այլ գայենը եւ իր ընծան չեն ընդունվում։ Տեքստը ենթադրում է, որ ինչ որ բան այն չէ, այն մեկի հետ, ով տալիս է ընծան, եւ ոչ թե հենց ընծայի հետ խնդիր կա։ Իսկապես, սա ասած տեսակետն է, ով փորձում է խրախուսել ուսահատված գայենին, եթե բարին անես, երեսը կբարձրանա։ Ծննդոց գրքի 4-րդ գլուխ 7-րդ նախատեսություն։ Աստծո խրատների կենտրոնը գայենի ընծան չէ, այլ ավելի շուտ գայենը ինքը։ Տասը անսխալական է։ Վերապերողի բարոյական դրամատրվածությունն է, որից ընծան միայն նվեր եւ նշան է, որ որոշում է զոհաբերության արժեքը։ Եբրայեցիների Աստվածը չի անդրադվում զոհաբերություններով, անկախ նրանից, թե որքան արժեքավոր են դրանք, այլ նա ընտրում է մաքուր սիրտ նրանց մեջ, ովքեր զոհ են մատուցում։ Այս տասը մարդկության պատմության սկզբում կենսական կլինի պաշտամունքի էությունը եւ պաշտվող Աստծո ով լինելը ճիշտ հասկանալու համար։ Հիմա այսինչ որ ցեզի կարտացի հիմա սա իրականության մեջ է ակին հարցումների մեջ կսկսի եւ այդ հարցումներին պատասխանը կփնտրեմ, ես անշուշտ աշխատել եմ եւ փնտրել եմ այդ ամենը, բայց դուք ինչ կմտածեք, հարցում չունեք։ Աստծո ցանկությունն է եւ սա է, որ նորեն եւ նորեն ասում եմ, որ մեր կրոնքը հասկանալու համար ամենակարևոր կետը, որ պետք է հասկանանք, այն է, որ մարդս ինչու ստեղծվեց։ Ինչ է առաջին դրդապատճառը ստեղծումին եւ ինչ պիտի լինի վերջավորությունը։ Եվ երբ որ մի քիչ մտածելու լինենք, եւ որ կխոսենք ատամի մասին, կխոսենք նոր ատամի մասին, ինչ կհասկանանք։ Հրեական մտածելակերպը եւ ինչ որ տեսնում ենք եւ կարդում ենք Աստվածաշունչին տարբեր էջերի մեջը, հրեական մտածելակերպը, որովհետեւ Աբական գալիս է մի սկզբնական սերմից, այդ սերմի մեջն է, այդ ամենը բարունակվում է։ Կարդում ենք Եբրայեցիների նամակին մեջ, Եբրայեցիների ուղղված նամակին մեջը, որ ասում է, որ Ղևդը եւ ամբողջ Ղևդի սերունդը, որ իրեն քահանայության սերունդն էին, Ղևդը եւ բոլոր քահանայությունը Աբրահամի սերունդ լինելով, իրենք 10-րդ դվին Մելքիսեդեկին։ Ուրեմն գտեսեք ինչ ծավով մտածում եմ, պետք է մի քիչ մտածել, որ հասկանանք, թե ինչ է ասվում։ Աբրահամ իր ունեցածին 10-րդը տալիս է Մելքիսեդեկին եւ ատկե 2000 տարի հետո Եբրայեցիների ուղղված նամակին մեջը
կրվում է, որ աները, կահանաները, հրյա կահանաները, իրենց բաբիկին, իրենց Աբրահամի մեջը, իրենք 10% տվեցին Մելքիսեդեկին։ Սա մի պատկեր է, ես կուզեմ այդ պատկերը նաև ավելի երտալ եւ ասել, որ ավասիկ Ադամը եւ Ադամ եւ Եվան իրենց սերմին մեջն է բոլոր մարդկությունը։ Դրա համար է, որ բոլոր մարդկությունը մեղանչեց իրենց մեջը, որովհետեւ իրենց այդ սերմը, որ իրենց մեղքով փչացավ, սա մարդկային փչացումն է, մարդկային մարմնային փչացումն է։ Երբ որ խոսում ենք նոր Ադամը, ուրեմն մենք նոր Ադամի սերմից ենք, եւ այդ նոր սերմը այլևս ֆիզիկական սերմ չէ, հոգևոր սերմ է, որը իրականանում է Հիսուսի հարությամբ, ուրեմն մենք ընդունում ենք այդ հավիտենական կյանքի սերմը Հիսուսից։ Եվ ուրեմն Հիսուս լինում է նոր մարդը, որոն բոլորս ցանկանում ենք լինել մեկ իր հետը եւ մեկ լինում ենք մեր մգրտության միջոցով եւ աշխարհի վերջավորության եւ հիմա որ ովևէ մեկը որ մգրտվում է լինում է Հիսուսի մարմնի անդամ, մեկ Հիսուս կա, Հիսուս գլուխն է եւ մենք բոլորս այդ մարմնի հոգեվոր անդամներն ենք եւ վերջավորության սա է որ պիտի մնա, հոգեվորը պիտի մնա, հոգեվոր, բայց մարմնով է որ մենք հարություն պիտի առնենք, այո, բայց այդ մարմինը իրականություն է եւ այդ մարմինը միացած Հիսուսին հոն է որ ճշմարիտ երկրպագությունը, ճշմարիտ պաշտամունքը տեղի պիտի ունենա։ Այդ պաշտամունքը, որ Աստվածը սպասում էր առաջին Ադամից, որ չստացվեց, ահավասիկ ճշմարիտ Ադամը ինքն է, որ պիտի դա մեզի հնարավորություն, որ մենք իրեն միանանք եւ իր հետը միասին մենք Աստծուն դանք այդ պաշտամունքը, որի համար մենք ստեղծված ենք։ Սա եթե մի քիչ մտածելու ենք, իրապես շատ խորն է եւ ոչ թե խորհուրդ է, ոչ թե խորհուրդ որ այսինքն առեղծված չէ, այլ խորհուրդ է որ որքան մտածես այնքան ավելի քեղեցիկը տեսնում ես եւ ավելի խորը գտնում ես եւ որքան ավելի խորը գտած դեռ ավելի երթալիք տեղ կա։ Սա է մեր ամբողջ կյանքի իմաստը եւ մենք ոչ միայն կարող ենք այդպես անել, որ մենք Աստծուն պարապանենք, այլ նաեւ մեր աղոթքով մենք կօգնենք ուրիշներին, որպեսզի ուրիշները եւս միանան մեզ, միանան Հիսուսին եւ միասին բոլորս մեկ պաշտամունք պիտի մատուցենք Աստծուն եւ աշխարհի բոլոր բادرակները, բոլոր ճշմարիտ բادرակները եւ ճշմարիտ բادرակները լինում են Արաքելական եկեղեցու քահանաների միջոցով, ուղղափառ եկեղեցու քահանաների միջոցով եւ կաթողիկ եկեղեցու քահանաների միջոցով։ Երբ որ քահանա գսենք, նաեւ քահանային մեջը կա եւ ապեղան եւ կա մամուսացածը եւ կա վարտաբեդը եւ սրբազանը եւ կաթողիկոսը եւ պատրիարքը եւ կարդինալը եւ բաբը։ Բոլորն էլ քահանա են։ Ուրեմն բաբլալու համար ամենայնպես պետք է որ սկիզբը քահանա լինես։ Վերջ։ Okay, ուրեմն մեկ բادرակ է
այդ միլիարդավոր բادرակները, որ ոչ թե ինչ որ միջև հիմա այդ բادرակները ընձայված են, այլ բادرակները, որ մինչև աշխարհիս վերջը պիտի լինեն, այդ ամենը մեկ բادرակ է։ Մենք իդեմս չափազանց կարևոր կետ է, ամեն անգամ որ ես այդ հաց եւ քինին ունեմ իմ ձեռքիս մեջը, ես մտածում եմ, որ առանցին չեմ, գտնվում եմ եւ վերջին ընտրիկի սենյակը եւ գտնվում ենք նույն ժամանակ կողքոտային բոլորին մոտ միլիարդավոր մարդիկ կան ոնդեղը եւ ամեն անգամ կմտածեմ տարբեր խումբերի որ հոն գտնվում են եւ չեմ գիտեր եթե բացես մեկ մեգա պատիդես այդ մի լատինամերիկացի գին որ խոսում է բادرակի մասին թե ինչպես ասուզամայրը իրեն բացատրում է այդ բادرակի մասին տեսել եք դուք այդ ֆիլմը YouTube-ի վրա տեսնել Վարդապետ ինչպես որտեղ կարող ենք տեսնել դա ինչով չենք տեսել Լիլիթ անոր բանը գետը կարողանաս վաղամիսորը տնել հովնանի էջին մեջը կտնեմ ինքը օքեյ հովնանին մեջը թիր բայց նաև բանի մեջն ասա 10-10-ներու բանի մեջն թիր որ կարողանան տեսնել չափազանց գեղեցիկ ձևով բատմում է եւ այդեն չեմ գիտականի հոգի եղավ որ դիդած են բավականին բանը արմենը ասում էր որ արմենատանի մանն ասում է որ բավական մեծ թվով Տակմանությունը մենք կրինք եւ տակմանության ծախսերը արմենեին կհոգած ինչի վեց ուրեմն այդ ամենը մեկ բادرակ է եւ հավիդյան միշտ նույն բادرակն է որ մադուցվում է եւ նորոջիգա եւ սա է որ ասուն կոհացնում է ինչ է Ոյ հարցունեք Վարդապետ կարելի է միշտ կարելի է Ղևի ցեղը որ ասացիք 10-անորդ տվեց Աստծուն այո նույն բանը չէ ինչ որ իրենց ամբողջ ցեղով Ղևի սերունդը նվիրեցին քահանայությանը այդ 10-անորդի մասին է խոսքը Չէ հունը երկու տարբեր բան կա մեկը դա այն է որ ժողովուրդը 10-րդը դալիս էր Ղևին բայց Ղևին եւս Ղևի ընտանիքը եւս դալիս է բանա դաջարին այսինքն նյութականի մասին է խոսքը 5 դագարանի մասին է այո հա այո նոր դագարանի չէ 5 դագարանի մասին է Չէ, խոսքը նյութականի մասին է թե հոգևորի որ իրենց նվիրեցին Աստծո տաճարի քահանայությանը հոգևորի մասին չէ Չէ, բանի նյութականի մասին է, բայց պունգեդը, որ գուզեի հոնդերը շեշտել, այն է, որ հրյաների մեդացած ծևը, որով հետև Աբրահամի սերմեն է, որ անոնք ամենը ծնդեցին, ուրեմն ինչ որ անում են, գնում է, ուրեմն, ինչ որ Աբրահամը արեց, ազդում է ամբողջ սերունդներին, ինչ որ Ադամ արեց, ազդում է եւ ազդեց բոլոր սերունդներին, ինչ որ Հիսուս արեց, ազդում է բոլոր սերունդներին, Հիսուսի բարակային այդ ազդեցությունը ոչ թե ֆիզիկական սերունդներին է, այլ հոգևոր սերունդին է Ասիկա իրենց մտածելակերպն է, որ այդ ծևով է, որ մենք
հին ժամանակ շատ ավելի մարդիկ խմբային մտածում էին, բայց հիմա մենք մտածում ենք անհատական ձևով։ Մենք հետաքրքրված ենք մենք մեզմով։ Բայց հին ժամանակ այդպես չէր։ Բայց նաև Հայաստանի մեջ եթե մենք ինչ մտածելա կասկե 60-70 տարի առաջ որքան ավելի ընտանիքը շատ ավելի բաներ չէր գնար մտածել որ մի ընտանիքի մեջը ինչպես եմ ընտրությունների մասին եթե խոսելան ընտրությանը պետք է ամբողջ ընտանիքը նույնիսկ ամբողջ Կերտաստանը նույն անձը ընտրեն իսկ հիմա մեկ ընտանիքի մեջ ամուսին եւ կին նույնը չէ որ միշտ ընտրում են հիմա շատ ավելի տարբեր ձևով է մարդիկ մտածում եւ որքան ավելի առաջ այդ կապը կար Կերտաստանի կապը կար բայց հիմա այդ ամենը փչացած է Okay ուրիշ հարց Ես ունեմ հարց լսում եմ Սրտաբանի մոտ երբ եք եղել վերջի անգամ Սրտաբանի մոտ երբ եղա երկու ամիս հազիվ գա Ձեր շունչը կտրվում է խոսելիս այր Անտոն չեմ գիտեր եթե շունչս կտրվում է կամ բանը ինչպես եմ ինտերնետը չէ դա շնչառականն է դա զգացվում է որովհետև երկու ամիս առաջ երբ որ գացի Սրտաբանի մոտ ամեն կնություններ անել են վերջը 2 ժամեն ավելի կնություն վերջը ուղարկեց որ տարբեր բաներ տեսնի դա մենը վերջը ասեց որ երկու տարի առաջ էլի կացել էի կովը ասեց որ հիմա սիրտը շատ ավելի լավ է քան թե 2 տարի առաջ դե պարկասը ուրեմն սխալվում եմ Մեկ էլ Սրբուհի Փանչոյանին հարց ունեմ Դուք ջուլղացի եք, հա? Հա, կարևոր։ Ջուլղայի մեջ եք։ Չէ, Ադլերն եմ։ Ադլերն ես։ Չիմջանչի։ Վաղը սոճի ժամփուկամ, գիտես։ Չէ, հա։ Հա, կամնա շաբաթ օրերը սոճի եկեղեցի կուկամ։ Գիտես։ Հա, Սուփո ջան, դու ես, հա։ Հա, ես։ Չանչեցի, հա, եղավ։ Ահա։ Ուրեմն ձեզի մի քանի դող եւս կարտամ հիմա Ադամի հասկապանության մեջ ծննդած 5-րդ գլխում մենք գտնում ենք որոշ կարևոր բանալիներ մինչը ժամանակագիծը ընթերցողները հաճախ հասկապանությունները ցանցրալի ընթերցանություն են համարում դրանք ներառում են կարևոր մանրամասներ եւ հաճախ ռազմավարական նշանակություն ունեն նախապատրաստելու հաջորդ պատմության համար Ադամի հասկապանությունը ինչպես մենք նշել ենք ավելի վաղ սկսում է այն պատմությամբ թե ինչպես է Սետը ծնվել Ադամի պատկերով եւ նմանությամբ եւ սկսվում է հիշեցնելով որ Աստված ստեղծեց մարդուն այր եւ էգ իր պատկերով եւ նմանությամբ այս կարևոր մանրամասները հիշտակվում են միայն ծննդած 5-րդ գլխում Սետի սերունդով եւ ոչ թե ծննդած 4-րդում Կայանի սերունդով երկու գծերի միջև գծրուկ տարբերություն դնելու համար Կայանի սերունդը ծնում է Ղամեկի բեսը մարտասպաններ եւ բազմագին անձանց Ենագը կարող է վերաբերել անկում ապրածը սերունդին մարտասպաններ քանի որ Նեֆիլին
բառը ծագում է եբրայերեն նաֆալ բառին ընկնել նշանակում։ Մյուս կողմից սետի սերունդը ծնում է եւ արդար մարդկանց է ծնում, ինչպիսիք են Ենովկը, Նոյը, ովքեր պաշտամունք են մատուցում Աստծուն եւ սկսել են կանչել Տիրոջ անունը։ Ծննդոց գլխի 4 գլուխը։ Սետի սերունդը, այն սերունդը, որը պաշտամունք է մատուցում Աստծուն, այն մեկն է, որը առանձնահատուկ է որպես Ադամի եւ Եվայի պատկերով եւ նմանությամբ, որոնք իրենց հերթին Աստծո պատկերով եւ նմանությամբ են, ինչպես մենք ավելի վաղ նշեցինք, որ պատկերով եւ նմանությամբ լինելը ներառում էր որպես Աստծո որդի որդեգրվելու իմաստը։ Ամենևին սադր չի լինի ասել, որ պատմողը հղում է անում Սետի սերունդներին որպես Աստծո որդիներ։ Okay. Ով է հարց, ով բացատրություն պետք է։ Հարց չկա, բացատրության կարիք չկա։ Բարի գիշեր ասենք։ Բարի գիշեր, Աստված ձեզ հետ, շնորհակալ եմ, որ լսում եք։ Աստված ձեզ հետ։ Շնորհակալ ենք, նույնն էլ ձեզ ենք ցանկանում։